Հոլիվուդում դերասանական կարիերա անելու համար տաղանդը բավական չէ, նաև հաջողություն է պետք։ Հաջորդ զրուցակիցս ունեցել է թե մեկը, թե մյուսը։ Վաս Անդրեաս, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, գրող։ Վաս, պարզ է, որ ձեր ազգանունը իսկական Անդրեաս չի, Անդրեասյան է ենթադրում եմ, հա։ Այո։ Որտեղացի էին Անդրեասյանները։ Իմ պապիկը genocide-ը որ սկսեց, այդ ժամանակ իրան փախան, որոշ երեխաներին Եվրոպանոցում էին պահում եւ պապիկը որոպերի հետ էր մնում, հետո դից կամաց եկավ Երևան։ Պապիկը դերասանություն է արել, Շեքսպիրը խաղացել բեմի վրա, պապիկս նաեւ գրքեր է գրել, մի 4 հատ գիրք ունի։ Ես իրան տեսնում եմ փոքր ժամանակ գրելուց, երևի այդտեղից է մտել մեջս երևի։ Քանի տարեկան եք, երբ Ամերիկա տեղափոխվեցիք։ Եկա 14 տարեկանում, հաստատ 3 տարի գնացի high school։ Մանկական տարիքում արդեն այդ հակումը դերասանական նկատում էին ձեր մեջ։ Չէ, բացարձակ չկա տենց բան։ Ես բիզնես էի սիրում, բիզնես, որ մեծանայի ասում էի, ապետի դառնամ բիզնեսմեն։ Եվ գնացի քոլեջը ստեղ, քոլեջը երկրորդ տարվա մեջ արդեն մտա այդ դերասանության մեջ, Ինչպես ստացվեց, ինչ առիթ եղավ։ Ինձ դաս էր պետք վերցնել քոլեջում եւ պակասում է 3 յունիտ։ Եվ այդ յունիտները լրացնելու համար ես դերասանական դաս վերցեցի եւ այնտեղ մի հատ տեսարան պետք է անես ամենա վերջում, երբ որ ավարտում ես, այդ տեսարանը անելուց մի սխալ եղավ տեսարանի մեջ, որը որ ինձ լրիվ բերեց մոմենտի մեջ եւ մոռացա իմ սովորածը եւ տվեցի ինչ որ կա այդ մոմենտի մեջ եւ զգացի, վաու, ուրեմն կարող ես դու պետք է կարող ես դա զգալ, ոչ թե մենակ հիշես։ Ու այդ դրանից արդեն սիրարվեցի, որ կարող ես իրան փոխանցես նայողին եւ ինչ որ մի էմոցիա տաս իրանց։ Վաս Անդրեասի կարիերան կինոյում մեկնարկել էր 2000-ական թվականների սկզբին։ Առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել էր, հայտնի Վահանը սերիալն էր։ Դա 2002 թվականն է։ Հաջորդ տարի նա էպիզոդիկ դերով հանդես եկավ Ծովային ոստիկանությունը հատուկ բաժին դետեկտիվում։ Դրանից հետո նրան սկսեցին հրավիրել արդեն ավելի նշանակալի դերերի։ Հանդիսատեսը Վազին նկատեց Սատանայի դրոշմը ու Հիլ Սաուդյան մարդակերները սարսափ ֆիլմերում։ Նա լավ էր նայվում նաև մարտաֆիլմերում, թեև ընդգրկված չէր լինում մենամարտերի տեսարաններում։ Անդրեասին ճանաչում բերեց նրա դերը հանրահայտ Լուցիֆեր սերիալի առաջին եթերաշրջանում։ Մեր հայրենակիցը նկարահանվել է Գավաթների ասպետը ֆենթեզիում, կյանքի հետապնդում ընտանեկան կատակերգությունում, Վառի մարտական դրամայում, Կորադո մարտաֆիլմում, կյանքի գիրքը թրիլերում։ Նկարահանման նույն հարթակում նա աշխատել է ամերիկյան կինոյի գերաստղեր Քրիստիան Բեյլի, Նատալի Պորտմանի, Քեյթ Բլանշետի, Թոմ Էլիսի հետ։ Հոլիվուդյան կարիերայի ընթացքում Վաս Անդրեասը նկարահանվել է 4 տասնյակ ֆիլմերում, այդ թվում այդպիսի հայտնի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են Թերենս Մալիքը, Նեյթան Հոուփը, Գայ Ֆերլենդը։ Մասնագիտական կրթություն ստացել եք դերասանական։ Այո, ահագին սովորեցի, ես գնացի քոլեջում էի ներկայացումներ անում, մի 13 հատ ներկայացում արեցի քոլեջում, ավարտեցի դա եւ գնացի Հոլիվուդում մի քանի տենց դպրոցներում Ստանիսլավսկի սովորելով, Լի Ստրասբուրգ, Ստելլա Ադլեր եւ վերջացեցի Մայզներ Sanford Meisner դպրոցում։ Թատերական արվեստ եք սովորել։ Թատերական, այո։ Այդ ժամանակ դեռ կինոյի մասին չէիք մտածում։ Դե թատերականը հետո փոխվում է դեպի կինո, որտեվ բեմի վրա լրիվ ուրիշ է դերասանությունը, իհարկե էներգիան, ամեն ինչը ցույց տալը։ Կինոյի մեջ ավելի փոքր, աչքերի մեջ, ականջը շարժելով, փոքր բաների մեջ է կինոյի դերասանությունը մի քիչ ուրիշ է, որտեվ դե բեմի վրա անում ես մի անգամ, սխալանես ճիշտ անես կապ չունի, արդեն գնացել է այդ ժամանակը, բայց կինոյի մեջ կարող ես կանգնել, էլի անես 50 անգամ, 100 անգամ, բայց ամեն անգամ պետք է կարողանաս գտնես քո ներքին ինչ որ ուզում ես արտասանես, ինչ ապացուցես։ Բեմի վրա դերասանությունը լրիվ ուրիշ մի սեր է։ Ես ամեն 3 տարի մեկ անում եմ բեմադրություն, որտեվ դա որպես քեզ recharge անում որպես դերասան։ Բատերիկան քո։ Թատրոնից կինո ինչպես փոխվեցիք։ Դե առաջարկներ եղան փոքր էսկոմենկոմ եւ սկսեցինք արդեն կինոյի մեջ։ Միշտ ուզում ենք որ երևի կինո լիներ թատրոնից հետո։ Ուղղակի թատրոնը ոնց որ մեր
մարզանքի դաշտն էր, երբ որ մարզանք լավանես, պատրաստվես գնաց հետո կինոների մեջ նկարվել։ Առաջին ֆիլմը, որում նկարահանվեցիք, որն էր։ Առաջի TV show-ը ես արեցի կոչվում է The Shield, ամերիկյան մի TV show է։ Հեռուստասերիալ էր։ Հեռուստասերիալ։ Էպիզոդ էր։ Այդտենց դառա ես Union-ի մեջ մտա, SAG-ը։ Ամերիկան կարևոր է, որ դուք այդ գիլդիայի անդամ լինեք, հա, դուք դերասանների գիլդիայի անդամ եք։ Այո, դարձա 2003 թվականին։ Ինչ է ընդհանրում գիլդիայի անդամ լինելը։ Դե քեզ թույլ է տալի, որ մեծ կինոների մեջ խաղաս։ Այսինքն եթե չունենաս չեն վերցնի, եթե դու գիլդիայի անդամ ես, հա, իրավունք չունեն վերցնել։ Չունեն վերցնել, որտեղ կոնտրակտ կա այնտեղ, պետք է ունենա։ Եթե փող վճարես, ոնց որ opportunity քեզ կտան։ Եթե չէ, իհարկե, դա մեծ մաֆիա է ինքը։ Դե ենթադրում եմ նաև լավ գործակալ պետք է ունենաս, որ գործը առաջ շարժվի։ Այո, դե agent ունես, agent-ի հետ, եթե լավն է agent-ը քեզ կարող է օգնել, որ կարողանաս ինչ-որ մի բանի հասնես, լավ դերերի offer ստանաս, բայց եթե լավը չի, դու գտնես քոնով, պետք է դու քոնը գրես, նկարես, հիմա YouTube կա, տարբեր պլատֆորմներ կան, որ կարող ես քո կինոն դնել որտեղ ուզում ես ու ճանաչվես կամ ցույց տաս քո տաղանդը։ Հիմա դուք որ ուղին եք ընտրել այդ երկու տարբերակից, ունեք գործակալներ, թե ինքնուրույն եք զբաղվում։ Դե ամեն մի project-ը ուրիշ է, ամեն մի project-ի մեջ տարբեր գործակալներ են գալիս, որտեղ նյութն է ուրիշ, իրան կարող է չեն կարող կամ ուրիշ տաղանդ է պետք։ Եվ փոխվում է ամեն մի project-ից project փոխվում է։ Ոնց այդ կարգը, ենթադրենք ինչ-որ մի ռեժիսոր նոր գործ է սկսում, գործակալին ասում է, այսպեսի մարդիկ են պետք, ինքը ասում է, այս դերի համար իրան եմ առաջարկում, վազը կսազի, հա, այդպես է։ Դե այտենց է, կարող են նաև իրան գրեն եւ գրելու ժամանակ արդեն տեսնեն, որ դու ես խաղալու, քեզ առաջարկեն գրից հետո։ Կամ երբ որ ստանում են իրանց արդեն գրած է, կարող են ասեն, օ, մենք պատկերացնում, ով կարող է լինել, իրանց կանչում ես եւ իրանք երևի դերը կատարում են, որ տեսնես կարող են թե չեն կարող։ Ամեն դերասանի համար չի։ Այնքան որ կարաս խաղաս չի նշանակում քոննա դերը։ Ճիշտ մարդ կա, պետք է ճիշտ մարդուն գնա, էներգիայով պետք է ամեն ինչը բռնի, պետք է բռնի ամեն ինչը։ Շատ դժվար է կինո նկարելը եւ ճիշտ մարդկանց ընտրելը։ Դե Ամերիկայում գիտեմ կինոները բաժանում են երկու մասի, այդ ստուդիաների կինո ու անկախ կինո, հա։ Դուք ավելի շատ որ դեպքում համարել։ Դե երբ որ դերերը գալիս են ստուդիայի կինոներից են գալի դերերը, բայց երբ որ ես իմն եմ ստեղծում, իհարկե էլի գիլդի մեջի կինո եմ նկարում, բայց independent ավելի մասշտաբի մեջ ավելի փոքր գումարով, որ կարողանանք ինչ-որ մի բան սարքենք։ Սովորաբար ձեզ ավելի հաճախ ինչ դերեր են առաջարկում։ Գիտեմ շատ եք խաղացել սարսափ ֆիլմերում, մարտաֆիլմերում։ Հա, այդ սկզբի առաջի 2 տարին դրեցին եւ գնաց։ Սա մարտասպան կինոների մեջ։ Հետո Սիրում եք մարտասպան խաղալ։ Չէ, այտենց կինոներ ուղղակի դերասանություն խաղում ես իր հետ, ոնց ասում են կյանքի հետ պետք է մի ինչ խաղաս։ Ու խաղում ես դերերի հետ մինչեւ ճիշտը գա։ Այդ ճիշտը որն է։ Ասեմ այդ եմ ասում ճիշտը միջև հիմա չի եկե, բայց կգա այդ ճիշտը գրում եմ ես։ Դու կարող ես գրել քո համար, ստեղծել քո երազանքի տենց դերը ու խաղաս։ Վազ ընդգծված էթնիկ արտաքին չունեք, այսինքն խաղում եք եւ ամերիկացիների, եվրոպացիների, հա, այդպեսի բան չկա, որ ձեզ պահում են հատուկ ինչ-որ, չգիտեմ, հայերի կամ արաբների կամ չգիտեմ թուրքերի դերերի համար։ Չէ, այդպես բաներ չկան։ Իսկ ձեր հայ լինելը ձեզ երբևէ խանգարել է կամ օգնել է Հոլիվուդում։ Չէ, երբեք չի խանգարել, բայց այն սկզբում որ եկա, որ սկսում է 2003 թվականին, այն ժամանակ ասում են, եթե ուրիշ օտար ազգային տենց մի դերասան է, կարող է դերը չտան իրան, որտեղ ինքը ունի accent խոսալուց, ինքը ամերիկայի նման չէ։ Մի քիչ ոնց որ insecurity է մտնում դերասանի մեջ, ասում են, օ, ինչ անեմ, որ ինձ էլ ընտրեն։ Բայց այդ ժամանակ ասեցի երևի մի բան կարող եմ անել, որ վատ բան չէ։ Ասեցի անունս կարամ կրճատեմ մի քիչ, Վազգեն Անդրեասյանի տեղը Վազ Անդրեա սարքեմ, մենակ դերասանության մեջ, պասպորտով ես Վազգեն Անդրեասյան եմ։ Դա օգնեց ինչ-որ իմաստով։ Չօգնեց, ուղղակի ինձ թվում է լավ բեմական անուն է, որ խաղում ես ինչ-որ մի կերպար, դու արդեն դու ինքդ քեզ ես խաղում, հենց որ ասեցի երևի Վազ Անդրեասը լավ անուն կդնի։ Հոլիվուդում հայերը, հայ կինո արդյունաբերողները ազդեցիկ են։ Կան, շատ կան դերասաններ կամ պրոդյուսերներ կան, որ հայեր են աշխատում են հատ են, ուղղակի ես միլիոնների մեջ քիչ ենք, դրա համար անունները շատ դուրս չի գալի, բայց ահագին մարդ կա, որ աշխատում է։
Հոլիվուդում ստեղծագործող հայ կինոգործիչներից շատերն են հաջողության հասել։ Նրանց թվում է Սթիվեն Զեյլյանը։ Նա համարվում է ամերիկացի մեծագույն սցենարիստներից մեկը։ Զեյլյանի սցենարներով նկարահանվել են աշխարհահռչակ այդպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Շինդլերի ցուցակը, Նյու Յորքի բանդաները, Հանիբալը, Թարգմանչուհին։ 1994 թվականին նա Օսկար ու Ոսկե գլոբուս մրցանակների էր արժանացել։ 2001 թվականին մեկնարկեց նրա պրոդյուսերական կարիերան, որը նույնչափ հաջողակ է։ Փայլուն պրոդյուսերական կարիերա է անում նաև Արթուր Սարգսյանը։ Նա արտադրել է 20 կինոնկար, այդ թվում Պիկ ժամը, ինչպես Թալանել բանկը, հետախուզվում է Կենդանի կամ մեռած հայտնի կինոբլոկբասթերները։ Աշխատել է այդպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջեքի Չանը, Սանդրո Բալոկը, Բրյուս Ուիլիսը, Քրիս Թաքերը։ Նրա ամենահաջողակ ֆիլմից ստացած եկամուտը գրեթե $500 միլիարդ է հասել։ Կինոպրոդյուսեր Գրեյգ Դարյանը հոլիվուդյան Դարյան Management Group կորպորացիայի սեփականատերն է ու նախագահը, Tricolor Entertainment ընկերության համահիմնադիրը ու գործադիր տնօրենը։ Եղել է հանրահայտ Ինդիանա Ջոնս, Աստեղային պատերազմներ, Սարդ Մարտը, King Kong-ը, Կարիբյան ծովահենները, Գլադիատորը ֆիլմերի համապրոդյուսերը։ Ռոզ Բաղդասարյան կրտսերը այժմ իր հոր Ռոզ Բաղդասարյան ավագի հիմնադրած Բաղդասարյան Film Production ընկերությունն է ղեկավարում։ Նա կինոպրոդյուսեր է, նաև սցենարիստ, դերասան, հնչյունավորող ու երգիչ։ Էլվինը և Սկյուռիկները հանրահայտ մուլտիպլիկացիոն սերիալի համահեղինակն է, համանուն կինովարկածի պրոդյուսերը։ Ֆիլմ արտադրող, պրոդյուսեր ու ռեժիսոր Ռոբերտ Փափազյանը ժամանակին ղեկավարել է հոլիվուդյան հայտնի Sunset Glover Studios կինոընկերությունը։ Նրա մասնակցությամբ նկարած 100 ֆիլմերից շատերը հեղինակավոր մրցանակների են արժանացել։ 1988 թվականին Փափազյանը Էմմի մրցանակ էր ստացել։ 1990-ին NBC-ն նրան տարվա ամենահաջողակ պրոդյուսեր էր ճանաչել։ Ալեքս Եմենիջյանը Metro-Goldwyn-Mayer լեգենդար կինոընկերության գլխավոր տնօրենն է եղել։ 11 տարի շարունակ վնասով աշխատելուց հետո 2001-ին MGM-ը նրա շնորհիվ կրկին շահութաբեր դարձավ։ Եմենիջյանի ղեկավարությամբ Metro-Goldwyn-Mayer-ը նկարահանել էր ֆիլմեր, որոնք դրամարկղային հավաքների ռեկորդներ էին սահմանել։ Հաջող կարիերա են անում Հոլիվուդում նաև ազգությամբ հայ դերասանները՝ Քեն Խաչիկյան, Մարկո Խան, Անժելա Սարապյան, Էրիկ Բոգոսյան։ Իստենց հայկական կոլաբորացիա կայանում է ձեր միջև։ Շատ չի լինում, մեկ որ լինի մեծ մասամբ պրավալա գնում։ Չգիտեմ ինչի։ Այդա որ մենք բոլորս միասին գտնենք դրա պատասխանը, ինձ թվում է լավ գործեր կանենք, բայց դրա ժամանակը գա, ինձ թվում է, կգտնենք։ Մեկը մեկին կզիջի, մեկը մեկի լավը կուզի մի օր։ Ու կհասնենք։ Արդեն կան տես լավ մարդիկ, բայց պետք է ավելի շատանանք, քիչ ենք դեռ։ Տեսեք, Քրքորյանի նախաձեռնած կարևոր այդ գործը, Խոստումա ֆիլմը, կայացավ, ինչ որ ազդեցություն ունեցավ, բայց այն չէր, ինչ սպասում էինք։ Հոլիվուդում հայերը ունեն այդպիսի ազդեցություն, այդպիսի ռեսուրս, որ ստեղծեն ֆիլմ, որը իսկապես մեր համար կարևոր խնդիրները հասանելի կդարձնի օտարների համար։ Իհարկե կարող են, դա լրիվ գրողից է կապված։ Թե գրողը ինչ թեմա գրի, որ լավը լինի, որ ծեծված չլինի, որ թարմ լինի, որ ուրիշ անկյունով բերես թեման, որ մարդիկ գրավի մարդկանց էմոցիայով էլի, ու դա լրիվ գրողի ձեռքի մեջ է դա։ Եթե լավ գրող լինի, կհասնենք տենց մի բանի։ Մի լավ թեմա, որ ամբողջ աշխարհով նայեն եւ զգան, չլինի մենակ պատմության մասին, ինձ թվում է կլինի, մի օր մի լավը կլինի։ Վազգեն, դուք ոչ միայն կինոդերասան եք, այլ նաև ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հա, այդ երբ գտաք ձեր համարձակություն ձեր մեջ այդ ամենը ինքնուրույն անելու։ Դե կամաց քայլալ քար որ անում ես քո գործերը զգում ես որ երևի ես պետք է սա էլ անեմ, ես պետք է սա էլ անեմ, սա էլ ու ամեն ինչը քո ձեռքի մեջ ես վերցնում, ինչ կարողանում ես անում ես, ինչ չես հասցնում, գտնում ես ընկերներ, ուրիշ արտիստներ, որ կարողանան լրացնել։ Վաս Անդրեասը հաջողությամբ համատեղում է դերասանական գործունեությունը ռեժիսորի, պրոդյուսերի ու սցենարիստի աշխատանքի հետ։ Այս ասպարեզում նա չի համագործակցում հոլիվուդյան ստուդիաների հետ, այլ կենտրոնանում է անկախ նախագծերի վրա, ձգտելով պահպանել ստեղծագործական ազատությունն ու օրիգինալ տեսլականը։
Նա կարողանում է ներկայացնել զգացմունքային պատմություններ, տեղավորելով դրանք համեստ բյուջեների խիստ սահմաններում։ Անդրեասի ամենահաջողված ռեժիսորական ու պրոդյուսերական աշխատանքը 2020 թվականին նկարահանված «Մութ զգացմունքներ» կարճամետրաժն է։ Այս հոգեբանական դրամայում նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ ու գլխավոր դերակատար։ Ֆիլմը ընտրվել է ավելի քան 20 փառատոների մասնակցության համար ու արժանացել է 2 մրցանակի։ Բացի կինոգործունեությունից Վազ Անդրեասը նաև գրող է։ Նրա վեպերը հասանելի են բոլոր հիմնական հարթակներում։ Երբ դու դերասան ես, դու սպասում ես, երբ քեզ առաջարկեն։ Երբ դու համարձակվում ես ինքդ սցենար գրես, ինքդ ռեժիսոր ես, ինքդ պրոդյուսեր ես, դա ուրեմն պատասխանատվություն է ստանձնում, փող պետք է ճարես, թիմ պետք է հավաքես, դա արդեն փոքրինչ այլ մասնագիտություն է։ Այո։ Ոնց է այդ խնդիրները։ Դա կոչվում է սեր։ Եթե սեր ունես, կվերցնես քո փողերով, կնկարես մի գեղեցիկ մի բան։ Ու ես տենց եմ անում։ Ես քո ունեցած փողը չի հերիքում քո ուզած ֆիլմ անելու համար։ Դու կարող ես միշտ նենց ֆիլմ գրես, որ կարողանաս քո փողերով նկարել։ Միշտ։ Հետո փող կհավաքես, մյուս կնկարես։ Գոնե կապացուցես մարդկանց, որ կարողանաս մի պատմություն թելադրես, ցույց տաս, մարդիկ նայեն, ժամուկես չհոգնեն։ Կարաս էժանով էլ անես։ Էժան ոչ թե վատ է արած, այլ չես ծախսում անկապ բաների վրա։ Ու դա ձեր հեղինակած ֆիլմերը հետո ինչ շարունակություն են ունեցել, այսինքն հաջողվել է փառատոներում հաղթել կամ կոմերցիոն հաջողություն ապահովել։ Այո, ես նկարեցի մի 2 հատ մյուզիկ վիդեո եւ կարճամետրաժ մի կինո, իմ վերջին նկարած կարճամետրաժը, որ 20 րոպե է, դա փառատոներում 25 երկրից ընդունեցին եւ վերցեցին այդ կինոն եւ 4 հատ հաղթեցինք, 4 հատ տրոֆի հաղթեցինք։ Որտեվ օրիգինալ է թեման։ Ես մի հատ Հակոբ Թոփալյանի հետ մի բան գրեցինք եւ դա նկարեցինք 8 էպիզոդ գրեցինք, առաջինը նկարեցինք կոչվում Pilot, դա նկարեցինք, վերջացրեցինք, հիմա պետք է արդեն տեսնենք թե Netflix, Hulu, Amazon, որ մի network-ն է ուզում, որ վերցնի եւ մնացածը շարունակի։ Վազ հրյա կինոարդյունաբերողները օգտվում են միշտ հնարավորությունից իրենց ուզած կամ ինչ-որ դրական մի հրյա հերոս լինի, ինչ-որ պատմություն հրեական լինի, որը իրենց համար կարևոր է։ Իսկ դուք կամ ուրիշ հայ կինոարդյունաբերողները օգտվում եք այդ հնարավորությունից։ Քանի որ փող է ծախսում կինո նկարելու վրա, երբ որ նկարում ես, պետք է մոտարապես պրոդյուսերով փող է դրել, ուզում եմ իմանալ ինչքան փող պետք է մոտավոր հետ կգա։ Հիմա եթե լավ կինո նկարած չի, տենց բան, մենակ եթե հայ է հերոսը, նայած ինչքան հայ կնայի։ Կինոներական ոչ լավ փող աշխատում են իրանց եւ մյուսն են նկարում։ Այսինքն կարող է այդ հայկական երանգը իր կոմերցիոն հաջողությանը խանգարի։ Թեմայի մեջ պետք է դնես այս հայկական գիծը, կլինի գրողի մեջ, ձեռքի մեջ է դա, թե ով է նկարում կինոն։ Հիմա եթե կինոյի մեջ սազում են լինում են տենց դերեր ահագին, ես խաղացել եմ տենց դեր որպես Armenian in a TV show։ Այսինքն ձեզ հրավիրել են, քանի որ դուք հայ եք, թե Այո, նենց որ բիզնես է, Արծեմ ջան, բիզնես է։ Եթե բիզնեսը ճիշտ վարես, սրտով սիրով վարես, ինձ թվում է լավ տեղեր կհասնի, փողը կհանես, բայց միշտ վախ կա նկարողի մեջ, վախը ով է նայելու, չեն նայի։ Վազ նաև գիրք եք գրում, վեպեր եք գրում։ Այո, ես իմ երրորդը publish արեցի, 4-ի վրա էի աշխատում, բայց ցավոք սրտի իմ ասեմ Արծում ջան, իմ մեքենան ջարդեցին եւ կոմպյուտերը տարան եւ իմ 4-րդ գրած գիրքը 88 թերթ, որ չէի save արել, գնաց ամպի մեջ։ Հիմա պետք է էլի սկսեմ 0-ից եւ էներգիա եմ հավաքում, որ ավելի լավ է կստացվի։ Գիտեմ, միշտ տենց է, բայց տենց բաներ եմ, բայց 3 հատ ունեմ հիմա որ դուսն է, չեմ գրում ծախելու համար։ Գրում եմ ինձ համար։ Որտեղ ես լավ եմ զգում, ինչ-որ մի բան այլ եմ այդ արտիստական expression-ը պետք է հանեմ մեջից ու հանում եմ դրա մեջով, դաշնամուր նվագելով, ստեղծագործում իմ նյութերը, թենիս խաղալով, մոտո քշելով։ Ստեղծագործող մարդը միշտ գտնում է իր տաղանդը դուրս հանելու հնարավորությունները։ Ուրախ եմ, որ ձեզ մոտ դա ստացվում է, նոր հաջողություններ։ Շատ շնորհակալ եմ։
Վաս իմ ավանդական նվերն է այս անամոլ կոչվող գինին Մանուկյան գինու ու կոնյակի գործարանը արտադրել է հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, ընդամենը 100 օրինակով, այդպես էլ կոչվում է անամոր աշխարհի հայերը։ Այ հաջորդ ֆիլմի հաջող պրեմիերան այս գինով նշեք, իսկ այս գինու հետ շատ համեղ է Մարլենկա Քաստրավենինգը, որը Չեխիայում մեր հայրենակիցն է։ Շատ շնորհակալություն, Արզում ջան, բայց զգացված եմ շատ։